Մայրաթող Սուրբ Էջմիածին այցելությունը ինձ համար շատ կարևոր է եւ այստեղ լինելը ուղղակի նաեւ մտածելու, մտորելու լավ առիթ է եւ ուրախ եմ, որ այդ առիթը եւ շնորհակալ եմ, որ այդ առիթը ընձեռում եք։ Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ազգային ժողովի ընտրություններում քաղաքացիական պայմանագրի գլխավորած Իմ քայլը դաշինքը հավաքում է քվեների 70.43%-ը։ Նրանից բացի խորհրդարան են մտնում Բարգավաճ Հայաստանը եւ Լուսավոր Հայաստանը։ Դուք ձեր քվեարկությամբ ապացուցեցիք, որ հանրապետականը եղել է, կա ու կլինի։ Միջազգային բոլոր դիտորդները հայտարարում են, ընտրություններն անցան հանգիստ եւ խաղաղ պայմաններում։ Տեղական դիտորդները լրացնում են։ Դրանք բացառիկ էին։ Քվեատուփերի լցոնումներ, դրանք չենք արձանագրել։ Չենք ունեցել, այդ պատճառով չենք արձանագրել։ Ոստիկանության համակարգված անգործություն չենք արձանագրել։ Քաղաքական բոլոր ուժերն ընդունում են ընտրությունների արդյունքները։ Իմ քայլը դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սա ժողովրդի եւ ժողովրդավարության հաղթանակն էր։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Նիկոլ Փաշինյանին անձամբ շնորհավորում է նաեւ ԱՄՆ-ին հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունը արտահայտեց ձեր նկատմամբ։ Նոր խորհրդարանում կլինի 132 падգամավոր։ Հարցերի հարցն է, թե ով կլինի Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող ուժը ազգային ժողովում։ Հակակշռելու տեսանկյունից ավելի ակտիվ դերակատարում կունենա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Ընտրությունների հաջորդ օրվանից Լուսավոր Հայաստանը ԲՀԿ-ին մեղադրում է իր ձայները տանելու համար։ ԲՀԿ-ն հակադարձում է, դրա կարիքը չունեն։ Մարուքյանը հայտարարում է նաև ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանից ստացվող սպառնալիքների մասին։ ԲՀԿ-ն պատասխանում է. դուք ով եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի։ Իմ քայլին այս լեզվակռիվը չի էլ մտահոգում։ Դա մեր գործը չէ։ Ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարություն է անում օրինաց երկրի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ 2008-ի մարտի 1-ի նախորդ օրը Սերժ Սարգսյանի կողմն անցած գործիչը բոլորից ներողություն է խնդրում իր սխալների համար։ Դաշնակցությունը ընտրություններից չի խոսում, նա հիշում է Արցախի հարցը։ Լավ ժամանակներ չեն սպասվում։ Արտաքին ճնշումները ավելի մեծ կլինեն, ինչ որ քայլեր ձեռնարկելու արտաքին ճակատի վրա։ Խորհրդարանից հեռանալուց առաջ ազգային ժողովի նախկին փոխնախագահ հանրապետական Արփինե Հովհաննիսյանը Իմ քայլին հորդորում է միայն չխոսել։ Նրանք գործ ունեն անելու։ Հունվարի 14-ին ազգային ժողովի նախագահ է ընտրվում Արարատ Միրզոյանը։ Ձևավորվում է խորհրդարանական իշխանության բոլոր մարմինները։ Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ընդդիմության համար բարդ ժամանակներ են եկել։ Հեղափոխությունից հետո ընդդիմություն լինելը սարսափելի դժվար գործ է։